Այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցենք օրեր առաջ իմ Facebook-յան էջում տեղադրված բաց նամակը։ Նամակի հիմնական բովանդակությունն այն էր, որ արցախահայերը այս պահին գտնվում են շատ բարդ սոցիալ-տնտեսական վիճակում եւ այն պայմանները, որ նախատեսվել էին, որ խոստացվել էր, պետք է բարելավեին արցախահայերի սոցիալական պայմանները, որևէ բարելավում չի եղել, որի մասին նաեւ իմ կատարած նախորդիվ հարցումներն են հավաստում, գրեթե 95%-ը 7000 մարդ միացել է այդ հարցմանը եւ գրեթե 95%-ը հավաստիացրել է, որ իրենց կյանքում որևէ դրական տեղաշարժ չի եղել։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով որոշել ենք նամակը, այդ բաց նամակը, որին իմիջիայլոց միացել է ավելի քան 10000 օգտատեր, փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ակնկալելով, որ նրանք ընդառաջ կգնան տեղահանվածների այժմեական խնդիրներին եւ հիմնական խնդիրն այն է, որ բնակվարձը, որ տրամադրվում է տեղահանվածներին, լինի շարունակական եւ դրան զուգահեռ արդեն մնացած ծրագրերը ավելի մատչելի դառնան, մնացած ծրագրերը ավելի թիրախային դառնան եւ ավելի մեծ շրջանակներ ընդգրկեն։ Ինչ է կարծում, ինչ է ուզում հասնել Հայաստանի իշխանությունը արցախցիներին հասանելիք այս աջակցության ծրագրերը կտրելով կամ դադարեցնելով։ Ես մտածում եմ, որ առհասարակ կառավարությունը, որը իր հովանու տակ վերցրել է ավելի քան 120,000 մարդու, պետք է այնպես անի, որ այդ 120,000 մարդու համար կենսապայմաններն այստեղ լինեն հնարավորինս մատչելի, հնարավորինս լավ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապագան կառուցել Հայաստանի Հանրապետությունում, կարողանան իրենց հետագա կյանքը շարունակել այստեղ։ Եվ կարծում եմ, որ իրենց հավաստիացումներն այն են, որ բոլոր ծրագրերը կարիքահեն են, բոլոր ծրագրերը թիրախային են եւ դրանք ուղղված են, որպեսզի տեղահանվածները ավելի նպատակային փորձեն ընդգրկվել տարբեր զբաղվածության ծրագրերում եւ այլն, սակայն սրանք թյուր կարծիք են, որովհետև որքան էլ որ բնակվարձին զուգահեռ ներկայացվի զբաղվածության ծրագիրը, այնուամենայնիվ դա չի կարող ամբողջությամբ փակել այն բացը, որ այսօր ունենք բնակվարձի հետ կապված, քանի որ դրան զուգահեռ մյուս իրականության մեջ բնակապահովման ծրագիրը, որը ներկայացվել է որպեսզի տեղահանվածների համար լինի երկարաժամկետ կարիքի լուծման խնդրի լուծման տարբերակ, դա չի արդարացրել իրեն։ Ավելի քան 1 տարի է անցել կառավարության որոշումից, որով մայիսի 16-ին 24 թվականի որոշումն ընդունվեց, այնուհետև հունիսի 14-ից ընդունվեց ծրագրի իրականացման կարգը հաստատվեց, բայց առ այսօր ունենք շատ փոքր թվով ընտանիքներ, որոնք օգտվել են ծրագրից եւ ունենք բազմաթիվ խոչընդոտներ, որոնք խանգարում են ծրագրի ավելի շատ մասնակցայնությանը, բազմաթիվ խանգարող հանգամանքներ ունենք, որոնք պարբերաբար որոնց մասին մենք կառավարությանն իրազեկում ենք, ցավոք սրտի առ այսօր դեռևս խնդիրները այնպիսի լուծում չեն ստացել, որ մարդիկ որպես բնակվարձին այլընտրանք ընդունեն բնակապահովման ծրագիրը։ Լիանա, մեծ հետ զրույցում Արցախի մեր հայրենակիցները տեսակետ էին հայտնում, որ աջակցության ծրագրերը դադարեցնելով Հայաստանի իշխանությունը փորձում է այդ կերպ պարարտ հող ստեղծել, որպեսզի արցախցիները Հայաստանից հեռանան, նման մտահոգություն կա արդյոք, կիսում եք այս տեսակետը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի կառավարություն, որ մտածի, որ Արցախահայը, ով նույն մշակույթի, նույն լեզվի, կրոնի, ամեն ինչի կրողն է, պետք է իր ապագան տեսնի այլ երկրում։ Ես դա չեմ կարող պատկերացնել եւ դրա համար էլ ես մտածում եմ, որ պետք է մենք այնպես անենք, որ կառավարությունը վերջի վերջո գա այն եզրահանգման, որ այն ծրագրերը, որոնք կազմում են իրենք, պետք է լինեն կոնկրետ կարիքահեն, պետք է բոլոր խնդիրները նախապես, բոլոր վերլուծությունները նախապես կատարվեն տեղահանվածների շրջանում, որից հետո արդեն մշակվեն ծրագրեր, որպեսզի տեղահանվածը իրեն տեսնի այդ ծրագրի շահառու։ Եթե տեղահանվածը իրեն այդ ծրագրի շահառու չի տեսնում, ցավոք սրտի փնտրելու է այլընտրանքային ճանապարհներ։ Ինձ համար դա ամենացավալի թեման է, ես չէի ցանկանա, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախից տեղահանված անձը
փորձի այլընտրանք գտնել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ինձ համար առաջնային է, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակի արարել, ապրել արցախցին այնքան ժամանակ, քանի դեռ կլինի այդ հավաքական վերադարձի մեր բաղցալի այդ պահը։